Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Արտաքինների ոլորտների մասով ուզում ձեր մեկնաբանությունը լսել պարոն Ալեքսանյան ու դրա ֆոնին նաև ընդդիմության այս աղմուկը նախ վարչապետի հայտարարությունը, որ չեք ուզում Արցախի այսպես շարժումը շարունակել ու այս ամբողջ աղմուկը, որ ստեղծվեց ինչ միտում ունի եւ նաև Արցախի դրոշի բարձրացնելու հետ կապված եւ շարունակում նա Դե կարծում եմ այստեղ ինչ որ նորություն ասելու չեմ լինի, եթե ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին ընդդիմադիր գործընկերները մեր փորձում են օգտագործել ու շահագործել սեփական նպատակների համար, ինչը եւ փորձում էին անել ի սկզբանե, փորձում էին անել այն ժամանակից սկսած, երբ որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները բռնի տեղահանության ենթարկեցին, սակայն մի քանի անգամ այսպես հիասթափությունների մեջ ընկնելով, չկարողանալով մոբիլիզացնել այդ մարդկանց, չկարողանալով նրանց դրդել Հայաստանում բողոքի գործողությունների եւ մնացածի կարծես թե հետ են կանգնել այդ մտքից, հիմա կրկին փորձում են դա անել ու դա փորձում են անել շատ նողկալի եղանակով որպես այդպեսին, ինչա դա իրենից ենթադրում գնում են այնպիսի ռադիկալ մտքեր ունեցող Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների են խոսեցնում, այնպիսի ատելության խոսք են նրանց կողմից տալիս եթեր իրենց լրատվականներով, որին ի պատասխան հնչելու ատելության խոսք չի կարա լինի, որ չհնչի, ուղղակի դատապարտում իհարկե ատելության խոսքը, բայց երբ որ մի կողմից ատելության խոսք հնչում, այն մյուս կողմից էլ է հնչելու, դա ուզես թե չուզես, հետո սկսում են ներկայացնել, որ իբր իշխանության կողմից ատելության քարոզ է տարվում, այնի չկա նման բան, ուղղակի իրանց երջանկությունը ու իրանց նպատակների գագաթնակետը հետևյալն է, մարգինալացնել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, այնպես անել, որ նրանք մտածեն, թե իբր իշխանությունը իրենց նկատմամբ պատելություն է տարածում, ու այդ մարդկանց օգտագործել իշխանության դեմ միտինգների համար, այդ է ամբողջ նպատակը, ուրիշ նպատակ չկա, իսկ ավարտեմ, իսկ ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի դրոշը բարձրացնելուն եւ մնացածին, դա բան է, էլի, նախերգանքն է որպես այդպեսին, բան են անում, Լեռնային Ղարաբաղի դրոշով խափում են, որ հետո Ռուսաստանի դրոշը բարձրացնեն Հայաստանի Հանրապետության դրոշի փոխարեն։ Գյումրիի ընտրությունները ձեզ վառ օրինակ, որ ընտրության հենց հաջորդ օրը ընդդիմության փառապանց տեխնացուն հայտարարեց, որ այո, Հայաստանը Բելարուսի օրինակով պետք է մտնի միութենական պետության կազմ։ Պարոն Ալեքսանյան, ընդդիմությունն ուրիշ բան է ասում, ասում է խաղաղության պայմանագրով դուք փակում եք Արցախի էջը, արդյոք համաձայն եք այս պնդման հետ։ Դե ընդդիմության ֆանտաստիկան է, էլի դա իրականում, իրենք Լեռնային Ղարաբաղում իշխանությունը զավթեն, իրենք Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագիրը ստորագրեն, իշխանություններին ասեն, այ դուք փակում եք էջը։ Այդ դուք չէիք փակում, այդ դուք չեք փակել արդեն այդ էջը լուծարման մասին հրամանագրով։ Ասում է լուծարման հրամանագիրը տես թուղթ կա թե չկա։ Այդ հիմա բա որ խոսում եք վաղը դա այդ ձեր խոսածածը կա թե չկա։ Չկա, որտեղ ձեր ոչ մի խոսքը վաղը չկա։ Պարոն Ալեքսանյան, այ դուք ասում եք, որ արցախցիների կողմից ատելության խոսք կա, դրա ի պատասխան նաև իշխանության կողմից կա։ Իշխանության կողմից ես չեմ ասում, որ կա ատելության խոսք։ Որ ասում է արցախցիները չեն կռվել, փախել են, ինֆորմացիա են տվել, դրանից ավելի ուժեղ ատելության խոսքը ո՞րն է։ Ես ճիշտն ասած չեմ լսել պարոն Սուքասյանի խոսքը, բայց դե հիմա կներեք, երբ որ ասում եմ, որ գեներացվում է Լեռնային Ղարաբաղի որոշ ռադիկալ հայացքներով քաղաքացիներին այնպիսի վերնագրերով լրատվականների հարցազրույցներ ու մնացած են գեներացում, որ դրան ի պատասխան իշխանության կողմից չէ, ոչ իշխանության կողմից, այլ հակառակ քաղաքական հայացքներ ունեցողների կողմից։ Չէ, հիմա օրինակ երեք տրիբուն, երեք անցած Լեռնբանի օրը ընդդիմադիր ակցիայի օրը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ Լեռնային Ղարաբաղի ակտիվիստը ասում է գնացեք, չեմ ուզում ինձ լուսաբանել։ Ընդդիմադիր լրատվականի լրագրողը շատ հայտնի է դեպ, ասում է, «Էս մեր հայրենիքն է, չեք կարա քշեք մեզտեղից»։ Այսինքն չի ասում մեր հայրենիքն էլ է, իմ ու քո հայրենիքն, ասում է մեր հայրենիքն է, չեք կարա քշեք։ Այդ բաժանարար գիծ չի, այդ արցախատյացություն չի, այդ ատելության խոսք չի։ Պատկերացնում եք նման բան ասեր որևէ պրոիշխանական հայացքներ ունեցող կայք։ Կսպանեիք, օրինակ, խոսնակ եմ, ո՞մն է, այդ ինչ լրատվական։ Խաչատուր Սուքիասյանից է ֆինանսը։ Խաչատուր Սուքիասյանն է, ասում է Իրանը չի։ Ես Եվրոմեդիան Ամեն դեպքում
Արման Վարդանյանն ով է։ Աջակցող հայտարարություններով հանդես գալիս այդ լրատվամիջոցը եւ հրապարակում է մի կնոջ հարցազրույց, որտեղ ասում է հյուլերնել է։ Իշխանական լրատվամիջոցը ո՞րն է։ Իշխանակ դուք 24 մյուս լրատվ։ Տեսեք, դուք 24 մյուս լրատվականից։ Ձեր լրատվականը օրը 40 անգամ ենթադրաբար, տենց մոտավոր թիվ եմ ասում, կեղծ վերնագրեր ա դնում մարդկանց խոսքերին։ Օրինակ, դնում եք, ես ես կարամ հենց հիմա 5 հատ օրինակ խոսեմ։ Մարդը, չէ, դուր չգալը ո՞րն է, դուք ինձ օրինակ վերագրում եք բաներ, որոնք ես չեմ ասում։ Դուք իմ խոսքին տալիս եք ուրիշ վերնագիր, որը ես երբեք չեմ ասում։ Արտահայտությունները ձևափոխում եք ու տենց դնում եք։ Հիմա ինչքանով է մշտապես ներկայացրել են, բայց չի ուղղվում, դա որտեղ դա լրատվական քաղաքականություն է, կեղծել։ Այդ անդիմադիր լրատվականների մի շատ մեծ մասի քաղաքականություն։ Իհարկե նորմալ չի, խստորեն դատա, իհարկե նորմալ չի, բայց գիտեք խնդիրը որն է, որ դուք օրինակ ձեր լրատվականային, մյուս լրատվականը Եվրոմեդիանային, մյուսային, գնում եք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ռադիկալ հայացքներ ունեցող մարդկանց խոսացնում եք, նրանցից ստանում եք երեխեքին թաղեմ, կնոջը թաղեմ, ընտանիքը սպանեմ, ծառից թարս կախաղան հանեմ, նմանատիպ վերնագրեր, հետո չեմ իվարկյան, էլի կթողեք ավարտեմ, հետո երբ որ այդ բաներին, մեկնաբանություններին, այդ խոսույթին ի պատասխան հնչում է խոսույթ ուրիշ մարդկանց կողմից, սկսում եք միակողմանիորեն այն մարդկանց ես քննադատում եմ, միանում եմ ձեր քննադատությանը, բայց երբ որ այդ քննադատությունը միակողմանի է, այդ բևեռացումը հենց այն է, ինչը որ ընդդիմությունը ուզում է, այդ հենց այն է, ինչը փորձում է ստանալ։ Պետք է երկկողմանիորեն կոչ անել, թե Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին ակցիաների մասնակցող, որ չդառնալ ընդդիմության ձեռքին գործիք, չտարածել ընդդիմության ատելության մոտիվներն ու նարատիվները, անեծքներն ու լուտանքները, եւ թե մեր քաղաքացիներին ուղղակի բացատրել, որ այս մարդկանց ընդդիմությունը ընդամենը փորձում է օգտագործել սեփական շահերի համար։ Պարոն Ալեքսանյան, Նիկոլ Փաշինյան։ Տեսեք, դուք էլի ներկայացնում եք 24 մյուս լրատվական։ Մի վարք է։ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ ակցիա էին անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներ, որոնց ամենաերևացում դեմքերը առավոտից իրիկու քննադատում են նաև մեզ, լավ են անում իրանց իրավունքն։ Դուք այդ մարդկանց մասին ինչա թե ձեր լրատվականի քաղաքական գիծը չեն կիսում, այդ մարդկանց մասին վերնագրերը դնելուց նիկոլական, ԿՊԱ-ական, պրոիշխանական եւ այլն, այդպես եք դրել վերնագրերը, ինչա ձեր օրակարգը չեն կիսում։ Հիմա ինձ եք ասում, որ այս մարդիկ սենց կամենեն, ուրեմն այս դուք եք այդպես անում, ժողովուրդ ջան։ Իշխանական արցախցիներ։ Բայց իրանք պրոիշխանական չեն, ձեր նշած մարդիկ Facebook-յան էջերը մտեք, բայց առավել հանդիպում մարդ տեսած կա։ Պետք է համեմատվեք։ Այսինքն ընդդիմությունը պետք է քննադատությանը միշտ կողմ է, միշտ ցանկացած տեսակի քննադատություն վարչապետի Չէ, չպետք է պատրաստ լինեմ։ Չէ, ես չպետք է ատելության խոսքի պատրաստ լինեմ, ոչ մի մարդը չպետք է ատելության խոսքի պատրաստ լինի, երբ որ վարչապետի անչափահաս երեխաների նկատմամբ, իշխանության ընտրած 680,000 քաղաքացիների նկատմամբ ատելության խոսք է տարածվում, բռնության կոչեր են հնչում, պետք չի դրան պատրաստ լինել, պետք է դրան հակադարձել սաստման խոսքերով եւ ոչ թե ատելության խոսքով։ Բազմիցս բռնության կոչ է հնչեցրել, բա ինչու հակառակ պատկերացնել։ Օրինակ, որ ասում են ընդդիմությանը կտանք բորձուր լիզել, պատերով կոնկրետ դեպքերով ասել, պատկերավոր ներկայացրել այն գործողությունները, որոնք տեղի են ունենում, օրինակ, ոչ, կոնկրետ իրավախախտում կատարած անձանց նկատմամբ կատարվում են կոնկրետ ոստիկանական գործողություններ, որոնց մեջ կա նաև ֆիզիկական ուժի կիրառության հատված։ Հիմա այն օրը խոսնակ եմ լրատվականից Իշխանության ներկայացուցիչ ի՞նչ կապ ունի խոսնակ եմ։ Ձեր համակիրը ասում է արցախցիներին պետք է բոլորին սպանել։ Ժողովուրդ ջան, ձեր համակիրները, ավելին ասեմ, ձեր քաղաքական դաշտի կրողները, օրինակ ձեր լրատվական մեդիայի գրողներից մեկը TV5-ի գլխավոր խմբագիրը ժամանակին ձերբակալվել է հոկտեմբերի 27-ի գործով։ Ես հիմա ձեզ դնեմ նույնացնեմ, ասեմ դուք հոկտեմբերի 27-ի գործով անցած մարդ եք։ Բա ես ինչ կապ ունեմ խոսնակի եմ լրատվականի։ Ինչ կապ ունի։ Ձեր համակիրներն են ասում։ Ձեր համակիրները մենք 680,000 եւ ավել համակիր ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Այդ Եվրոմեդիայի եմիլ բանն է։ Չէ, բայց հասկանում եք հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի ամենափոքր
պրոռուսական ուժերը ստեղծել են Եվրոմեդիա անունով հեռուստալրատվական ալիք, այդ լրատվականի ալիքին էլ պետքա կարծում եմ խոսույթին ու առհասարակ քաղաքական գնահատականներին էլ պետքա վերաբերվել ճիշտ նույն կերպ։ Հիմա որ ասում եք շունեք, ովքեր են գալիս։ Դե մեկ մամուլի բազմազանություն։ լրիվ կողմ եմ։ Հատկապես ֆանտաստիկ եմ համարում, որ պրոռուսական ուժերը ստեղծում են Եվրոմեդիա անունով հեռուստաալիք։ Ֆանտաստիկա։ Պարոն Ալեքսանդր, Չեմ քննադատում, էլի փաստն եմ արձանագրում։ Դուք այդ ոնց որոշեցիք, որ պրոռուսական ուժերն է ստեղծել։ Ես ասում եմ Արման Վարդանյանն է ստեղծել։ Եվ նա հանդիսանում է շարունակեք միտք։ Դուք ասեք։ Դա լավ, ես չեմ ասի, ես ինչ գործում եմ։ բոլորը հմեկ լինեն այս երկրում, բոլորը հայ։ Չէ, ցավոք սրտի բոլորի պրոֆեսիոնալիզմը չի ների հմեկ լինեն այս երկրում, բայց այնուամենայնիվ։ Ձեր պատկերացումը դա է, պարոն։ Չէ, դե ես, չէ, լավ, ներողություն եմ խնդրում, կարծում եմ փոքր-ինչ բան նկատի ունեցա։ Գուցե լավ, կներեք, sense ձևակերպեմ հարցը։ Օրինակ, հանրային հեռուստաընկերությունը երբեք չի կարող մագլցել են անմատչելի գագաթը, որը սահմանել են Եվրոմեդիա լրատվականը, լրագրող Սյուզի Բադոյանը, հրապարակ լրատվականը եւ մնացածը։ Բայց ինչով եմ թիրախավորում, ասում եմ, նրանք այնքան բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, որ համեկը չի կարող հասնել։ Մենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունով է։ ասեմ, հիմա ապօրինի Բաքվում գտնվում է, իրենց դատավարությունները մենք լուսաբանում ենք, իսկ մեկը չի լուսաբանում։ Ձեր եկնանք ամենևին տեղին չի Դե կարող։ որովհետեւ այդ դատավարությունները լուսաբանելը եւս մի բան է, տենց ու կոնկրետ սոուսով լուսաբանելը կարծում եմ այդքան էլ տենց Հայաստանի քաղաքական օրակարգերի շահերից բխող մի բան չի։ Իմ ընկալմամբ դա ավելի շատ Ադրբեջանի քաղաքական օրակարգերից բխող մի բան է, որտեղ դուք լուսաբանում եք մի բան, որը կոնկրետ ժամանակահատվածով, կոնկրետ ձևաչափով, կոնկրետ կադրերով, լավ մտածված, լավ մշակված, կոնկրետ բառերի ընտրությամբ ձեզ տվել է ձեզ, էլի հանրությանը առհասարակ եթեր է տվել Ադրբեջանը։ Դա չլուսաբանել։ Չէ, ես առաջարկում եմ դա ճիշտ լուսաբանել։ Մենք ճիշտ ենք լուսաբանում, մենք Շատ ընդհանրապես չի Պարոն լուսաբանում։ Ալեքսանդր, ներողություն, ատելության խոսքի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում մի այսպիսի ելույթ ունեցավ, ասաց ընդդիմադիրներն ուզում էին արցախցիներին որպես ցույցի մատերիալ բերել այստեղ իշխանապողությունը, հենց այդ որ կներեք 120,000 հայի ասել ցույցի մատերիալ։ Չէ, ցույցի մատերիալ չէ, որպես ցույցի մատերիալ ու դա անդիմության ընկալումն է այդ մարդկանց մասին, դա ձեր համար նորություն է։ Ես ձեզ ավելին ասեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին էլ անդիմության մեծ մասը պոտենցիալ ստրուկ է ընկալում։ Դա էլ ասեմ ձեզ։ Հիմա տեսեք։ Դե համաձայն եմ, ամոթ իրենց։ Հիմա երբ վարչապետը անկախ նրանից թե ընդդիմությունը ինչպես է, հա, դա ներկայացնում, ինքը իր բերանով իր շուրթերից նման խոսք ասի ազգային ժողովի ամբիոնից ցույցի մատերիալ, հա, ամեն դեպքում ինքն է։ Չէ, հիմա դուք էլի հայ ինչ ուզում եք, ինչքան ուզում եք ասեք հնչեցնում, բայց ակնհայտ է, որ այդ մարդկանց վերաբերմունքը եղել է դա, ու դա եղել է մոտիվներից մեկը, որ դա եղել է մոտիվներից մեկը, որ ընդդիմությունը ամեն ինչ արել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունը դուրս գա Լեռնային Ղարաբաղից, ամեն ինչ արել է, որպեսզի դուրս գա Լեռնային Ղարաբաղից, որպեսզի այստեղ փորձի Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեր շատ հարգելի քույրերին ու եղբայրներին օգտագործի որպես այո ցույցի մատերիալ, ցավոք սրտի, բայց մենք դա թույլ չենք տալու եւ Փառք Աստծո Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները առաջին հերթին թույլ չեն տալիս որպես ընդդիմությունը իրենց օգտագործի որպես ցույցի մատերիալ։ Պարոն Ալեքսանդրյան, խոսենք նաև Վարդան Ղուկասյանի երթմնակալության արարողությունից, իդեպ այդ արարողությանը մասնակցում էր Ռուսաստանի հյուպատոսը եւ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ եւ նաև դրան միացնելով Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի Ստալինին հիշելու մասին։ Ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Դե ես կարծում եմ, օրինակ մի հատ sense բան կա, էլի զուտ ասեմ, երբևէ չի եղել ու գոյություն չի ունեցել եւ ոչ մի KGB-ի գործակալ, որը հիացած չլինի Ստալինով։ Բայց այն որ հայ առաքելական եկեղեցու arczepiskopos-ը իրան կարա թույլ տա Ստալինի մասին այսպես նոստալգիկ դրական խոսույթով, խոսա դա ուղղակի խայտառակություն։ Բացարձակ խայտառակություն։ Բռնաճնշվածները Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ, Սիբիր աքսորվածները, սպանված քահանաներն ու եկեղեցականները գերեզմաններում շուռ են եկել, երբ որ Ստալինապաշտ տերտերը իր այդ հայտնի ելույթն է ունեցել։ Ես կարծում եմ դա ուղղակի չգիտեմ ինչ աստիճանի մի հատ նոնսենս է։ Այ օրինակ հիմա ատելության խոսք եք տարածում, պարոն Ալեքսանդր, Ստալինապաշտ տերտերը օրինակ դա ինչ արտահայտություն։ Ստալինապաշտ տերտեր, մարդ, որը պաշտում է Ստալինին եւ տերտերը։ Շատ տերտերը վիրավորական բառ է։ Դուք հայերենի Տերտեր միայն Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն է, մյուսները հոգևորականներ են։ Տերտեր, բառը Տերերի տեր։
տերտեր բառը հայերենում օգտագործվում է որպես հոգևորական իմաստով։ Տերտեր, հոգևորական, խոսակցական իմաստով։ Գնացեք Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ցանկացած քաղաքացու հարցրեք։ Խոսակցականում ինչ է նշանակում տերտեր բառը։ Հիմա եթե ասում եք տերտեր բառը ատելության խոսքա, դե դա էլի գնահատական ինչ ասում։ Տերտերը ձեր Ստալինապաշտ, որտեղ պաշտում ակնհայտորեն Ստալինին ու դրա մասին ելույթ ա ունել։ Ալեքսանյան, եւ մի ճշտում էլ էլի բոլորս գիտենք Ստալինի վերաբերմունքը խոսքի ազատության դրա մասին ինձ խոսել անիմաստ եղել է ժամանակներում եւ այս ժամանակներում մամուլի ազատության այս պայմաններում խոսել Ստալինի մասին ինչքան է ճիշտ։ Դե դա հասկանում եք, դա իրանց բանն է, էլի։ Իրանց երազանքն է։ Նրանք ինչ են անում։ Փորձում են օգտվել ժողովրդավարության բոլոր պտուղներից հետ բերելու համար Հայաստանում բռնապետություն ու բռնատիրություն։ Այսինքն այն որ տենց ամենօրյա ռեժիմով իշխանությանը քննադատում են տենց մաքսիմալ ընդդիմադիր լրատվականների քանակ են ապահովում, մաքսիմալ ատելության խոսքի քանակ են ապահովում իրենց լրատվականներով, հետո ինչի համար են դա անում, որպեսզի հետագայում, երբ որ իրանք կարողանան ինչ որ իրանք երազներում էլի հաստատել բռնատիրական կարգերը, արգել են բացարձակապես ցանկացած ազատ խոսք ու ցանկացած քննադատություն օրինակ իրանց նկատմամբ, որտեղ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մամուլի ազատությունը ընդգծելու համար հիշատակվում է Ստալինի օրոք տեղի ունեցածը, պարոն Ալեքսանյան։ Երբևէ Հայաստանի Հանրապետությունում մամուլը այնքան ազատ չի եղել, ինչքան հիմա։ Ու դա փաստ է անվիճելի ուղղակի, անառարկելու անվիճելի։ Ցանկացած ժամանակաշրջանի, ցանկացած օրվա, ցանկացած ժամի հետ համեմատ։ Ցանկացած առանց բացառության։ Ժողովի ամբիոնից թիրախավորում եք լրատվամիջոցների։ Որ լրատվամիջոցների։ Խաչատուր Սուքիասյանը գոռման արեք ինչով ենք Դուք ազգային ժողովում քիչ առաջ ելույթ ունեցաք, թիրախավորեցիք մեդիա դաշտին։ Ինչով որ մեդիա դաշտին, որն էր օդից կախված։ Դե երբ որ դուք ասում եք սևով աշխատավարձ են ստանում, կամ դուք արդեն հանցագործության մասին հաղորդում եք ներկայացրել։ Հանցագործության մասին հաղորդում չէ, բայց կոնկրետ տեղեկատվություն փոխանցեցի նաև կոչ արեցի, որպեսզի Դուք անուղակի թիրախավորեցիք, հիմա լրատվամիջոցներ են, բառը շատ բարձր են ասում։ Եվ դուք անհասցել նման Չէ, Նարեկ ջան, կներեք։ Դուք այսքան ձեզ թվում է, որ պետք է ընդդիմադիր լրատվականները ամենավերջի հայհոյանքը, ամենավերջի զրպարտություն, բառի ուղիղ իմաստով հայհոյանքը, բառի ամենաուղիղ իմաստով հայհոյանքը տպագրեն ու դրա մասին ասենք խոսակցություն չլինի, ասենք դրան ի պատասխան խոսակցություն չլինի։ Ձեզ իրոք թվում է, որ պետք է ընդդիմադիր դրա մասին պատասխանը հայտարարությունն է ամբողջ ձեզ թվում է, որ պետք է նորից եմ ասում։ Ուղիղ, բառի ամենաուղիղ իմաստով հայհոյանք գրեն, տպեն, լուսաբանեն ընդդիմադիր լրատվամիջոցները։ Դուք եք այլ բանի մասին խոսում։ Ես խոսում եմ թիրախավորում եք ամբողջ։ Ես ամբողջին չեմ քննում թիրախավորում։ Հիմա ակնհայտա որ ֆակտոր եմ, Կիրակոսյանը սևով է ստանում։ Նարեկ Կիրակոսյանը ֆակտոր եմ, ես վստահ եմ, որ սևով չի ստանում։ Ես որպես օրինակ վերեցի։ Բայց ես վստահ եմ, որ դուք ինձնից լավ գիտեք, թե որ լրատվականներում են սևով ստանում։ Շատ բան գիտեմ իշխանության մասին են շատ։ Դե ասում եք ամեն օր լավ եք անում իդեպ որ ասում եք, ինչ գիտեք, ասեք, ես ձեզ հորդորում եմ, ինչ գիտեք օրենքի հետ ենթադրաբար խնդիր ունեցող, անպայման ասեք ամենօրյա ռեժիմով ասեք, բայց դա չի նշանակում, որ պետք չի ասել բաներ, որոնց մասին բոլորս գիտենք, ու դուք ինձնից լավ գիտեք։ Դուք ինձնից լավ գիտեք, քանի ընդդիմադիր լրատվական իշխանությանը, այսինքն դրա մասին պետք է հիշել, երբ իշխանությանը։ Միշտ են հայհոյում իշխանությանը, ինչ որ պահի պետք է ասել դրա մասին։ Քնիկ հայոյում ժամանակին իշխանությանը։ Ես լրատվամիջոցի ներկայացուցիչ երբեք չեմ եղել։ Ինչ թե ընդդիմադիր եք եղել, ուրեմն կարող եք ավել լրատվամիջոցները չեն կամ Դե կարող են, հիմա էսա, դե ձեր մոտեցումը այնա, որ կարող են լրատվամիջոցները հայոյել, ես էլ դրա հետ համաձայն չեմ, Կորյուն ջան։ Չեմ պաշտպանում, բան Ալեքսանդր։ Դե ասում եք դուք կարող եք, չեք կարող։ Հանդուրժող լինեք, շատ մի կենտրոնացեք։ Կորյուն ջան, չեմ լինելու հանդուրժող։ Այսինքն ձեզ թվում է աշխատանքից կախված են, այո, այսինքն ձեզ թվում է քեշ փողը դնում են ջեբները, բայց իրանք սպասում են, այ, բայց սպասի ճիշտ է, իհարկե այս մեկը փողը տվել է, Սերժը տվել է, Քոչյանը տվել է, բայց չէ, մի վարքյան մի հատ նայեմ տենամ իշխանությունը ոնց աշխատեց, այ վատ աշխատեց, այ սպասի հայհոյում։ Հիմա ձեզ իրոք թվում է փողով, հա, հայոյում, դες անկեղծ հայողներ չկան, այսպես ասեմ։ Այդ ինչ հարց եք տալի։ Դե հիմա իշխանությունը Ձեզ օրինակ ձեզ թվում է դուք հիմա որ հրապարակ օրաթերթում աշխատել եք, հիմա այս բանում լրատվականում աշխատում եք, ձեզ հեչ հայհոյում են, օրինակ այս հարցի
ձեզ դուր գալիս, այս հարցը ձեզ դուր Չի գալիս։ բացառում, որ ինչ-որ մեկի հարցի համար ձեր աջակիցներից մեկի հարցի համար Հորդորում եմ, որ չհայհոյեմ ձեզ։ Հորդորում եմ, որ ձեզ ու ձեր լրատվականին չհայհոյեմ։ 18 թվականին պետք է Նիկոլ Փաշինյանը այդ հորդորը հնչեցներ, երբ որ ատելության մեզ Նարեկ, ինձ մեկ թվում է դու իրոք չես կարդում լրատվական դաշտ, անկեղծ եմ ասում։ Ինձ մեկ թվում է դու չես կարդում։ Եդ որտեվ ուղղակի եթե կարդակ ամենօրյա ռեժիմով տենակ ընդդեղի ինչա տպագրվում, ուղղակի բան կամի։ Կել ես հարցերի մեծ հաշվով չեք տակ, ասեք թե եկամ հապուկ խոսում պարոն Ալեքսյան, ընդդիմադիր լրատվականների մասին։ Նորից եմ ասում, նողկալի վիճակ է, ժողովուրդ ջան, աննորմալ վիճակ։ Պարոն Ալեքսանյան, ինչու եք այսքան հապուկ խոսում ընդդիմադիր լրատվամիջոցների մասին։ Դիմակավորված ԱԱԾ-ականների ուղարկեք, թող ամեն ինչ ջարդ։ Դե դա մեր գործելավոճը։ այսպես։ Չէ, դա մեր գործելավոճը չի, Նարեկ ջան։ Այտենց իդեպ ես ձեզ ասեմ, քաղաքացիներից ստացվող բողոքների երևի 60-70%-ը այս իր մեջ պարունակում է մշտապես։ Մենք է բացատրում ենք, որ չէ, դա մեր գործելավոճը չի, ամեն դեպքում մենք ժողովրդավարական արժեքների կրողներ ենք։ Իսկ իշխանությունը փող չի դնում մեդիայի մեջ։ Համեգեն 7 քանի միլիարդը որ պետ բյուջեից տալիս են գետի մի կողմ։ Գոնե դա օրենքով իմանում է։ Այ իշխանությունը փող Որ մեծայի նկատի։ Հարցնում եմ փող չի։ Տեսեք, օրինակ մեր կուսակցությունը ունի լրատվամիջոց, որի մասին բոլորը գիտեք, ինչը արվում է թափանցիկ եղանակով կուսակցության հանգանակությունից գոյացող գումարները, օրինական ձևով, հարցումները ուղարկում եք, ասում եք որտեղ է կուսակցությանը փող, կուսակցության բյուջեն լրատվամիջոցի։ Չեմ կարող կոնկրետ ասել, կարծում հարցում որ ուղարկեք կարող եմ իմանալ, չգիտեմ, դա էլ հաշվապահությունը ձեզ ավելի կոնկրետ կասի, բայց ցանկացած լումա այնտեղ ներդրվում է օրինական թափանցիկ միջոցներից, ինչը շատ նորմալ է իմ ընկալմամբ։ լրատվամիջոցն են դե պատելության խոսք տարածում բան։ Ինչ ատելության խոսք։ Ղարաբաղցի ջարդարարները այսինքն չեմ իվարկյան հիմա անցած օրը այդ որ ասում եմ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ տեղի ունեցավ միջադեպ, այդ միջադեպի ժամանակ տեղի ունեցան որոշակի դեպքեր ու դրանցից հետո ընդդիմադիր լրատվականներում տպվեցին հետևյալ վերնագրերը Արցախցի ակտիվիստների լկտի արցախցի պրոիշխանական ակտիվիստների լկտի պահվածքը քանիսը բան արեցիք Ես չեմ հանվել խոսը եթե տեսնեի ինձ քննադատել շատ լավ դե շատ լավ ընդդիմադիր լրատվականներում հիմա կոնկրետ այս բանը չեմ հիշ Դե հիմա նկատի ունեմ որտեղ երկակի ստանդարտները ժողովուրդ ջան երկակի ստանդարտները երբեք լավ բանի չեն բերել Գիտեք որն է պարոն Ալեքսանյան որ դուք ասում եք կոնկրետ ձեզ ասում է այսպիսի վերնագիր եւ ջարտարար Ղարաբաղցիները ու ես դա հիշում եմ օպերայի ինչ որ մի հատ իրադարձության հետ կապված Դուք դա հիշում եք Նարեկ ջան շատ լավ հիշում եք միանշանակ հիշում եք հա Ինչ եմ սա ասում որտեղ դուք իշխանության ներկայացուցիչ ձեր մասով պետք է խնդրահարույց արտալ ընդդիմությանը պետք է իրենց Բայց դուք տալիս եք ընդդիմություն Ձեր գործընկերոջը լրագրողի ձեր գործընկեր լրագրողի Անդիմադիր падգամավորի օգնականը խփեց ուղիղ իմաստով խփեց այո ու դրանից հետո այդ падգամավորի օգնականի ատելության խոսք պարունակող տարատեսակ գրառումները ձեր կայքերում տեղադրում են ժողովուրդ դե հիմա այդ բանը էլ էլա ցուցիչ է այսինքն մեծ հաշվով Բանի հարցը, հասկանում եք, դա Ստերջենի հարցը է լրատվական մեծ հաշվով։ Լևոն Քոչարյանի օգնականը նոր է լսել, որ Գյումրիում ընդունված այդ տարածքին նման կերպ ասել։ Բայց իմ հարցը հետևյալն է։ Պարոն Ալեքսանյան, երբ որ ձեզ կոնկրետ խնդիր է ասվում։ Չէ, մա իշխանությանը անդադ մեղադրում եք մամուլի նկատմամբ։ Երբևէ լսել եք իշխանական падգամավորի օգնականը կամ իշխանական падգամավորը լրագրողի հարվածի ժողովուրդ։ Վիլեն Գաբրելյանը հայոյում էր բացա։ Դե Վիլեն Գաբրելյանը դրա համար Վիլեն Գաբրելյանը իպատիվ իրեն դրա համար։ Իպատիվ իրեն։ Ստանձնեց իր արածի պատասխանատվությունը, չէ, օրինակ իսկ գնացել եք, օրինակ հարցրել եք ինչ որ ընդդիմադիր դրա падգամավորներին ինչ են պատրաստում անել իրենց այն օգնականի հետ, որ լրագրողի հարվածել չեք հարցրել։ Ինչի չեք հարցրել։ Հայաստանը դա գնում է կարծեմ, բայց Ինչ չեք արել, ժողովուրդ ջան, ինչ չեք արել, ինչի չեք արել ու եկել եք ինձ։ Բայց արել եք, ոչ արել Ինչ եք արել, ինչ եք այդ օրը, երբ որ Հենց այդ օրը։ Մենք պետք է իշխանության ներկայացուցիչին տանք իրենց հետ կապված հարցեր եւ թույլ տվեք։ Դե հա, իշխանության ներկայացուցիչներին տվեք, ես երբեք ձեր հարցերի չեմ խոսում, ես խոսում եմ ձեր միակողմանիությունից, ժողովուրդ ջան։ Իմ հարցը սկսեմ, բայց դուք չեք տալիս ավարտել։ Պարոն Ալեքսանյան, կոնկրետ դեպք է ասվում, որ նման խնդրարույց վերնագիր է, բայց դուք փոխանակ դրան հիմնավորեք կամ ասեք, օքեյ, սխալ եղեք, դուք ասում այ տեսեք, տրիբունում, 24 նյուզում, ֆլանում, ֆստանում էլ նման բան կա, Չէ, կներեք, մի վարքյան։ ձեր արձագանք, այլ որ ուրիշ տեղ եք։ Կներեք,
նախ գիտեք ինչ է իմ արձագանքը դրան, որովհետև ձեր նշած օրինակից հետո լրատվականը իր սխալը ընդունել է։ Այն մնացած տեղերը երբեք իրանց սխալը չեն ընդունել։ Ու ձեր նշած դեպքից հետո միած sense կոնկրետ ատելության արշավը սկսվել այդ լրատվականի նկատմամբ։ Իսկ մնացած լրատվականների նկատմամբ կես ծպտուն անգամ չկա։ Արիք ջան։ Այ հենց դրա համար եմ, այ դրա մասին եմ ասում։ Դեռ շարունակում է Civic-ը։ Ինչ արել։ Էլ իր բաներով, հրապարակումներով, հիմա Դավիթ Լևոնյանի օրինակն եք բերում, ասում էր, որ Բագրատ Սրբազանը Ռուսաստանից ռուբլով փող է ստանում։ ԱԱՑ-ն պարզեց, որ նման բան չկա։ ԱԱՑ-ն չի պարզել, որ նման բան չկա։ Հայտարարություն տարածեց, որ գործակալ չի ռուսական։ ԱԱՑ-ն տեղեկացրեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում, ինչը եւ նորմալ է, որտեղ ԱԱՑ-ն ռուսական KGB-ի բոլոր գործակալների տվյալներին չի տիրապետում։ Դուք համարում եք, որ նա Ես ինչ համարում եմ, ինչ չեմ համարում, դա իմ համարելիքն է, բայց դուք պնդում եք անում նորից տեղադրված։ Դուք հիմա ԱԱՑ-ն չի ասում, ԱԱՑ-ն ասում է ես նման տեղեկություն չունեմ, ինչը եւ տրամաբանական է, ԱԱՑ-ն չի կարող ունենալ ռուսական ԱԴՑ-ի բոլոր գործակալների տվյալները։ Չի կարող ունենալ Civic-ը կարող է ունենալ այդ տվյալները։ Ես չգիտեմ, դա հարցի երկրորդ կողմն է, բայց դուք նորից իրականության հետ չհամընկնող պնդում արեցիք, ասիկ ԱԱՑ-ն ասում է չի եղել տենց բան։ ԱԱՑ-ն որ չունի նման Դե հանրության համար որն ավելի վստահ է, նայեք Բագրատ Գալստանյանի միտինգներին քաղաքացիների մասնակցությունը կտենաք հանրության համար, որն ավելի վստահ է։ Ձեզ նույնպես։